Երևան Էջմիածին երկրներից, տեսեք, Երևանից Էջմիածին և հակառակություն հասնելու համար, ուղղապատիման համար, գումարը կազմում է 300 դրամ, բայց Էջմիածինից շատ կից բնակավայրերը, օրինակ, փարաքարը, փարաքարի բնակիչները վճարում են, ստիպված վճարում են նույն 300 դրամը։ Որափոխադրման նույնն է և բնակիչները շատ անընդհատ բողոքում են, դիմում են պատկանության կառույցների համայնքապետարանի վրա, բայց ոչ մի արձագանք հիմա հարցը փոխանցեն ձեզ հնարավոր է արդյոք այս սակագինը վերանայել, որովհետև այլ դրանք չունեն այդ համայնքի բնակիչները ստիպված 5-ից 7 կիլոմետր տեղափոխվելու համար իրենք ստիպված նորից վճարում են Եթե չեմ սխալվում, իրենք օգտվում են Էջմիածին Երևան միասնական երթուղու ծառայությունից, որի արժեքը սահմանված է մրցութային կարգով, բայց մեծ հավանականությամբ փարաքարը մրցութային գործընթացով գուցեև չի անցել։ Ես հիմա ասուլիսի ավարտից հետո կհանձնարարեմ տրանսպորտի ոլորտը համակարգող իմ գործընկերներին հարցը ուսումնասիրել եւ եթե կլինի սակագնի վերանայման հնարավորություն կգնանք այդ ճանապարհով փարաքարի մասով մենք արդեն նախադեպ ունեցել ենք, որ կային որոշակի գյուղական բնակավայրեր, որտեղ տրանսպորտը չէր մտնում, որովհետև իրենք դուրս էին մնացել այդ միասնական երթուղու տրամաբանությունից եւ բնակիչների հետ քննարկելով այդ հարցին, եթե նախորդ տարի մեծ հավանականությամբ մենք լուծում տվեցինք, այնպես որ շնորհակալ եմ հարցի համար, կքննարկենք եւ եթե հնարավոր լինի գործող օրենսդրությամբ այնտեղ փոփոխություններ իրականացնել, անպայման կիրականացնենք։ Եթե հնարավոր է, վերջին Դրա հետ կապված քննարկում եւ որոշում չունենք վերջին հարցի հետ կապված, հետեւաբար այդ հարցին դեռևս երկար ժամանակ կա, ավելի երկար, քան դուք ասացիք, պայմանագրի ժամկետը ավելի երկար է, բայց այնուամենայնիվ մենք քննարկում չենք ունեցել եւ հետեւաբար նաեւ որոշում չունենք։ Ֆինանսական ուրեմն խնդիրները մեզ չեն մտահոգում, որտեղ եթե մենք գործընկերների հետ պայմանավորվեցին, որ այդ ծրագիրը իրագործելի է, վստահաբար իրենք իրագործեն եւ այդ ռիսկերը հաշվի ենք առնում նաեւ մենք։ Շնորհակալ եմ։ Շատ լավ, ես կուզեմ, քանի որ խոսքը ֆինանսական ուրեմն ցուցանիշների մասին է, կուզեմ շատ հստակ լինի, մենք պարտադիր կատարման աշխատանքների ծրագրով ջրամատակարարման համակարգում 26 ենթածրագիր ենք իրականացնել, որից 10-ը մայրաքաղաքում եւ 16-ը հանրապետության մարզերում, ուրեմն շուրջ 183 կիլոմետր այս ծրագրի շրջանակներում 11 միլիարդ դրամ արժեքով աշխատանքներ են իրականացվել եւ աճը կապիտալ շինարարության մասով կազմել է ավելի քան 66%։ Ջրամատակարարման ցանցի արդիականացման աշխատանքներ են իրականացվել նաեւ
պետական համաֆինանսավորման ծրագրով շուրջ 8.1 միլիարդ դրամի աշխատանքի իրականացվել 2025 թվականի ընթացքում սուբվենցիոն ծրագրերի շրջանակում, կառուցվել է ավելի քան 452 կիլոմետր ջրագիծ, որը պիտի սպասարկի 30,000 տնային տնտեսության Սահելի Հանրապետության տարբեր մարզերում։ Աշխատանքներն իրականացվել նաև Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից, մասնավորապես 990 միլիոն դրամ արժեքով Երևանի ջրամատակարարման բարելավման ծրագիրն է իրականացվել, համայնքային ենթակառուցվածքներ երկրորդ փուլի երրորդ ծրագիրն է իրականացվել 3.5 միլիարդ դրամ արժեքով, ինչը ընդգրկել է Հանրապետության 6 մարզերի 22 բնակավայրեր, ընդհանուր ջրամատակարարման ոլորտին ուղղված աշխատանքները մեր նախարարության գերակայությունն են, բազմաթիվ օրվա կարգավորիչ ջրամբարների կառուցման աշխատանքներ ունենք նաև, որոնք ընթացքի մեջ են եւ զգալի մասը ավարտված են կամ գտնվում են ավարտական փուլում, այդ թվում նաև որպես խրախուսում պետական համաֆինանսավորման ծրագրով զգալի մեծ համաֆինանսավորում է պետբյուջեից հատկացվում հենց այս ոլորտի ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված։ Մյուս հարցը ինչին է վերաբերվում։ Մենք շատ լավ, ես ոռոգման հետ կապված հարցին կուզեմ անդրադառնալ, տեղումները ցանկալի բարձր են, բայց նաև ոչ ամենակարևոր պայմաններից, այսինքն տեղումները կարևոր են, բայց նաև այլ մասնագիտական հարցեր կան, որոնք կապահովեն ջրամբարների լցվածությունը, մենք առավելագույնն ենք անելու Սևանա լճից ոչ մի խորանարդ մետր լրացուցիչ ջրարդ իրականացնելու համար, որտեղ Սևանի պահպանումը մեզ համար կարևոր ռազմավարական նշանակություն ունի։ Իմիջիալոց մենք նախորդ տարի, երբ որ ստիպված եղանք եղանակային պայմաններով պայմանավորված 30 միլիոն խորանարդ մետր լրացուցիչ ջրառ իրականացնելու թույլտվություն ստանալ ազգային ժողովից, կառավարման արդյունքում մենք ընդամենը հաստատված 30-ից 13 միլիոն խորանարդ մետր ջրառ ենք իրականացնել եւ 17 միլիոն խորանարդ մետր ջրառ չենք իրականացնել Սևանից, չնայած դրա հնարավորությունը օրենսդրորեն կար, բայց կառավարման տեսանկյունից մեր համար ցանկալի է ինչքան հնարավոր է Սևանից քիչ ջուր վերցնել, լրացուցիչ ջրառը բացառել, իսկ օրենքով սահմանված 170 միլիոն խորանարդ մետրից էլ եթե ստացվի ավելի քիչ վերցնենք, շատ ավելի լավ։ Ճանապարհային դեպարտամենտի աշխատանքը ես ենթադրում եմ դուք նկատի ունեք ձմեռային սպասարկման մասով, գնահատում եմ նորմալ, բավարար, Հայաստանի Հանրապետությունում տեղումների այս առատությամբ պայմանավորված փակ ճանապարհներ գրեթե չենք ունեցել ենք որոշ հատվածներում, որոնք շարունակաբար խնդրահարույց են համարվել, մասնավորապես Թթու ջուր Նավուր ճանապարհը, մասնավորապես ուրեմն Լեռնանցքը, բայց դա հիմնականում պայմանավորված է նաև բքի հանգամանքով, այսինքն ոչ միայն տվյալ պահի առատ տեղումներով, այլև շարունակական բուք լինելու հանգամանքով տեղի բնակիչները այս բանին ավելի ծանոթ են։ Ունեցել ենք որոշ հատվածներում խնդիրներ, բայց հիմնականում ճանապարհները եղել են անցանելի, անանցանելի ճանապարհներ չենք ունեցել։ Եղանակային պայմաններով պայմանավորված հալման process-ը, երբ որ հալումից անցնում ենք դեպի գիշերը ավելի սառը ջերմաստիճան մերկասառույց եղել է հանրապետության տարբեր հատվածներում, բայց ճանշինների կողմից սպասարկվել է։ Իմիջիալոց պիտի ասեմ, որ մենք նախորդ տարվա ընթացքում ճանշինների մասով շուրջ 120 միլիոն դրամ իրենց նախատեսված պայմանագրերից ավելի պակաս ենք վճարել, այսինքն դժգոհ ենք եղել սպասարկման որակից եւ այս տարի եւս պայմանագրով սահմանված արժեքներից տարբեր ճանշինների պակաս ենք վճարելու։ Պիտի նաև մի արձանագրում անեմ, որ պայմանագրերը կնքվել էր ճանշինների հետ 2021 թվականին 5 տարվա ժամկետով եւ 2026 թվականը նոր մրցույթների հայտարարման տարի է եւ մենք հետեւություններ արած կհայտարարենք մրցույթներ եւ շատ մեծ հավանականությամբ մենք որոշ հատվածների մասով, որտեղ խնդրահարույց իրավիճակներ ենք ունեցել, ավելի խոշորացում կիրականացնենք եւ այն ճանշինները, որոնք կհաղթեն այդ մրցույթները, իրենք շատ ավելի երկար ճանապարհ պետք է սպասարկեն, քան նախկինում, այսինքն ավելի շատ կարողություններ եւ տեխնիկա պիտի ունենան, քան նախկինում։